Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Հայաստանում չեն մարում կրքերը ռուս պրոպագանդիստ Սոլովյովի Հայաստանի իշխանության դեմ արված որոշ հայտարարությունների հետ կապված։ Լրագրողական կազմակերպությունները պահանջում են Հայաստանի կառավարությունից խզել Հայաստանի կառավարության եւ Ռուսաստանի կառավարության միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես օրերս Ռուսաստանի պետական Ռոսիա 1 հեռուստաալիքով ռուս պրոպագանդիստ Սոլովյովը կրկին անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Հայաստանի իշխանության նկատմամբ ու վիրավորել վարչապետ Փաշինյանին։ Դրանից հետո Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնական հայտագիր է ուղարկել Ռուսաստանի գործընկերներին Ռուսաստանյան պետական հանրային հեռուստաընկերության եթերում, ինչպես նաև քաղաքական գործընկերների կողմից Հայաստանի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։ Այս մասին ազգային ժողով կառավարության հետ հարցու պատասխանի ժամանակ ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ռուսաստանյան պետական հանրային հեռուստաընկերության եթերում տխրահռչակ հաղորդման շրջանակում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հասցեին։ Անմիջապես այդ արտահայտությունները հնչեցին նույնաբովանդակ ռուսաստանյան քաղաքական գործիչների, այդ թվում կառավարող մեծամասնության падգամավորների կողմից։ Մենք Հայաստանի Հանրապետությունը սա համարում ենք ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը եւ այդ բարեկամությունն ամրագրող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին եւ ոտնձգություն մեր ինքնիշխանության ու ժողովրդավարության դեմ, հայտարարել է Միրզոյանը։ Դեպքին անդրադարձել է նաեւ ազգային ժողովի խոսնակը Ալեն Սիմոնյանը։ Այս հեռուստատեսային այլանդակությանը թվում է, թե կարող է վերջին խոսքերն ասել Հայաստանի իշխանությանը, հայ ժողովրդին քաղաքական գործողությունների կոչ անել, օրինական ընտրված իշխանության դեմ, խաղալ զգացմունքների վրա, կրել այդ էժանակին զառանցանքները, դրանք փաթաթելով խղճուկ դերասանական խաղով եւ միևնույն ժամանակ հուսալ, որ սա միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերին։ Մինչդեռ սա հենց ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, ատելության եւ վիրավորանքների գիտակցված տարածում երկրի ղեկավարության ու ժողովրդի հասցեին։ Պետական հեռուստաալիքով նման արարքները լուրջ վնաս են հասցնում մեր երկրների հարաբերություններին, իսկ Հայաստանի բնակչության շրջանում միայն խոր զզվանք առաջացնում։ Հուսով եմ իմ ռուս գործընկերները, որոնց հետ բազմիցս քննարկել ենք նման միջադեպերը, կարձագանքեն եւ հայ հասարակությունը կլսի հստակ ներողություն նույն ալիքով, նույն շքեղ արտիստիկ ձևով, գրել է Սիմոնյանը։ Իսկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ազգային ժողովում հայտարարեց, որ արգելափակվել են այդ հաղորդաշարները հանրային մուլտիպլեքսում։ Ինչպես արդեն գիտեք, դեռևս նախորդ տարի այն դրսևորումները, որոնք երեք հասանելի են դարձել համացանցային տիրույթում, դեռ նախորդ տարի 2 տարբեր դրվագներով եւս դրսևորվել են եւ մենք ստիպված ենք եղել այդ հաղորդումը տվյալ երևույթի արգելափակել։ Դուք ձեր խոսքում արդեն իսկ նշեցիք, որ հանրային մուլտիպլեքսում արդեն իսկ ամիսներ շարունակ այդ հաղորդումը, ինչպես նաև տվյալ երևույթի մասնակցության որևէ հաղորդաշար չի հեռարձակվում եթերով։ Սա հեռուստա հաղորդումների առաջին շերտն է հանրային մուլտիպլեքսը։ Խնդրի շուրջ հայտարարություն են տարածել նաև լրագրողական կազմակերպությունները, դրանում նշվում է հայաստանյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում վերջին օրերին լայն արձագանք են ստացել հունիսի 18-ին Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ հաղորդաշարի հեղինակ վարողի հերթական անպարկեշտ ու վիրավորական արտահայտություններն ու որակումները Հայաստանի Հանրապետության իշխանությունների, պետության ու ժողովրդի հասցեին։ Հիշեցնենք, որ Սոլովյովը վրթովվելով Երևանում ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալման փաստից Հայաստանի
իշխանություններին եւ մասնավորապես վարչապետին անվանել է սրիկա, ծախու, թրքամոլ, թրքամետ եւ տարակուսել, թե Հայաստանի ժողովուրդը որևէ մասնակցություն ունի երկրի ճակատագրին վերաբերող հարցերին, թե շուտով Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին։ Եթե հաշվի առնենք վերոհիշյալ հեռուստաընկերության պետական կարգավիճակը եւ այն, որ Վլադիմիր Սոլովյովը փաստացի Կրեմլի կարկառուն քարոզիչներից մեկն է, ապա կարելի է եզրակացնել, որ նա արտահայտել է Ռուսաստանի իշխանական ատյաններում արկա դիրքորոշումը, որը հետագա օրերին որևէ կերպ չի հերքվել։ Ավելին, նույն առիթով նմանատիպ տեսակետներ են հայտնել նաև իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության падգամավորներ ու Կրեմլի տրամադրությունները տարածող փորձագետներ։ Այսպիսով եւս մեկ անգամ ակնհայտ է դառնում, որ ռուսաստանյան իշխանություններին մոտ կանգնած շրջանակները եւ մեդիա ռեսուրսները ջանում են ակտիվորեն միջամտել Հայաստանի հասարակական, քաղաքական, նույնիսկ իրավական գործընթացներին, փորձելով ներազդել մեր երկրի ներքին իրավիճակի վրա գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հայտնի է, որ վերջին տարիներին արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ռուսական լրատվամիջոցները, այդ թվում Հայաստանի տարածքում հեռարձակվող Ռուսաստանի պետական հեռուստաընկերությունը, խախտելով օրենսդրական ու մասնագիտական տարրական պահանջները, տարածել են ապատեղեկատվություն, կեղծ լուրեր, ատելություն եւ խտրականություն պարունակող բովանդակություն, ակնհայտ վիրավորանք Հայաստանի հասցեին։ Այդ դատապարտելի արշավի առաջամարտիկներից եղել եւ մնում է վերոհիշյալ Սոլովյովը իր կողմից հրավիրվող փորձագետներով հանդերձ։ Դա է պատճառը, որ նրա հաղորդումներն արգելափակվել են Հայաստանի հանրային մուլտիպլեքսում եւ նույնիսկ հայ-ռուսական միջգերատեսչական բանակցությունների արդյունքում այդ որոշումը չի վերանայվել։ Նման խնդիրներ են առաջացել նաեւ Հայաստանում գործող ռուսական այլ լրատվամիջոցների հետ։ Քանի որ կիրառված միջոցները բավարար ազդակ չեն դարձել Ռուսաստանում որոշում կայացնողների համար, մենք ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս պահանջում ենք Հայաստանի կառավարությունից խզել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, ինչի համար կուտակվել են բազմաթիվ հիմնավորումներ եւ այդ քայլով իսկ դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսով, անհրաժեշտ այլ միջոցառումներ ձեռնարկել եւ համապատասխան քննարկումներ կազմակերպել փորձագիտական հանրության հետ Հայաստանի տեղեկատվական միջավայրը օտարերկրյա հիբրիդային ազդեցությունից պաշտպանելու նպատակով։ Հայտարարության տակ ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, Հայաստանի լրագրողների ասպարեզ ակումբը, լրագրողներ հանուն ապագայի կազմակերպությունը, լրագրողներ հանուն մարդու իրավունքների կազմակերպությունը, Գորիսի մամուլի ակումբը։ Եվ այժմ կզրուցեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Բարև ձեզ։ Ողջույններս։ Պարոն Սաքունց, եւ այսպես, այս պահանջը կամ դրա իրագործումը այս պահանջի արդեն բավականին հասունացած է, չէ՞։ Էլ ինչին եք սպասում։ Ես չգիտեմ ինչին են սպասում, որովհետև սա առաջի նման պահանջով հայտարարությունը չէ, դա վաղուց երևի թե արդեն թիվն էլ մոռացել եմ քանի անգամ է այդ հարցը ամենատարբեր ձևաչափերով բարձրացվել եւ իհարկե լրագրողական հեղինակավոր կազմակերպությունների այս հերթական դիրքորոշումը պետք է երևի թե մղի իշխանությանը որոշում կայացնողներին կատարելու անհրաժեշտ քայլեր եւ առնվազն ինչպես նշված է հայտարարության մեջ սկսել խորհրդակցություններ, որովհետեւ բացի հանրային մուլտիպլեքսով այդ ռուսաստանյան հաղորդումների հեռարձակումը դադարեցնելուց, ինչպես նշված է հայտարարության մեջ, նաև այլ միջոցառումներ էլ պետք է ձեռք առնել։ Ես այդպես եմ հասկանում։ Ուղղակի մի հետաքրքիր մենք որտեղ այս երևույթը պետք է ոչ միայն դիտարկենք ինքնին մեկուսի, այլ նաև ընդհանուր համատեքստում։ Տեսեք, պարոն Ոսկան, երբ որ նույն Սալավյովը խոսում է, ասենք թե ունի նաև նման, չէ, արտահայտություններ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ այլն, հա, այն ժամանակ ընդունելի է համարվում, բայց հիմա ընդունելի չի համարվում։ Այսինքն այստեղ մենք ակնհայտ տեսնում ենք այսպես կոչված այս միտումն է, որը մի քիչ չէ, բավական լուրջ մտահոգում է, այսինքն երբ որ լավ է խոսում այսպես կոչված, հա, կենցաղային բառապաշարը, ուրեմն ընդունելի է, եթե լավ չխոսում ընդունելի չէ, չէ՞։ Այս մի քիչ տարօրինակ է, որովհետև պետք է խնդրին մոտենալ ըստ էության որոշակի սկզբունքների հիման վրա։ Իսկ երբ որ ասենք նույն Սալավյովը կամ նույն այդ ռուսաստանյան
հերոստալիքները տարիներ շարունակ, հատկապես արդեն մենք երրորդ տարին է, չէ, արդեն անցնում է Ուկրաինայի դեմ ագրեսիայից հետո, ատելության խոսք, թշնամանք, եւ կապ չունի թե որ պետության նկատմամբ, այսինքն այն նույն ձևակերպումները, որակումները, որոնք հիմա օգտագործվում են Հայաստանի վերաբերյալ հարցերում, ել ավելի վատ բառապաշարով, ել ավելի ագրեսիվ, դրանք շարունակում էին Ուկրաինայի նկատմամբ։ Ինչու՞ չէինք այդ խնդրին մոտենում ոչ թե երբ որ անդրադառնալ մեզ, այլ որպես սկզբունք, որտեղ այդ սկզբունքը թելադրում է, որ քո հանրային տեղեկատվական տարածքը պետք է կարգավորվի այնպես, որ ատելության, թշնամանքի, պատերազմի, խտրականության, ըստ էթնիկ պատկանելության խոսքերը անընդունելի համարվեն։ Անձամբ ճիշտ ասած ես չեմ հետևում այդ ռուսական հեռուստաալիքներին, սովորական որպես ինֆորմացիոն միջոց ինտերնետային, հա, սոցիալական կայքերին, բայց այստեղ էլ կա խնդիր, որտեղ ասենք YouTube-յան կամ այլ ալիքները ըստ էության դրանք էլ խնդիր են, չէ՞, վերջնաշուտ, ասենք նույն Սալավը կարող է YouTube-յան իր ալիքներով ելույթ. Այսինքն, այստեղ երբ որ նայում ենք հարց առաջին, որ մենք սկզբունքային չենք, որտեղ չափանիշները եւ դա մեր սահմանադրության պահանջներն են, չէ, եւ նաեւ օրենսդրության հիմքում են դրված իրավական կարգավորում, ատելության, թշնամանքի, պատերազմի ցանկացած արտահայտություն քրեորեն հետապնդել են եւ թույլատրելի են ժողովրդավարական իրավական պետության, հա, պայմաններում։ Այսինքն ինչու մենք այն ժամանակ չէինք դրան անդրադառնում, սպասում ենք խնդիրը հասնի կամ թակի մեր դռները նոր սկսենք մի քանի անգամ մահազանգել։ Սա առաջին, որը կուզենամ մենք արձանագրենք։ Երկրորդը իհարկե նաև հնարավոր ազդեցություն արդյոք փակելով կամ հեռարձակումները դադարեցնելով մենք կարող ենք արդյունքի հասնել։ Չէ։ Ես նկատի ունեմ տեղեկատվական հոսքերի առումով։ Ինչպես նշեցի, տարատեսակ այլ ինտերնետային բան կա, չէ, հնարավորություն կան հոսքերի։ Ասենք նման միջոցներ ենթադրենք կիրառում է Չինաստանը կամ Հյուսիսային Կորեան կամ նույն Ռուսաստանը, ասենք թեկուզ կարողանում են արդյունքի հասնել, հասանելի չի լինում, ասենք թե այն հեռարձակումները կամ հաղորդումները, որոնք պաշտոնական մակարդակով, ասենք, արգելված են, չէ, բայց ասենք դրանք հեռարձակվում են, հասանելի են դարձում տարբեր ուրեմն ծրագրային միջոցներով։ Այսինքն այստեղ մյուս հարցն է, ինչքանով է այդ կիրառելիք ներկայից տեղեկատվական տեխնոլոգիաների ուրեմն ռեսուրսների, հա, դաշտում դրանք արդյունավետ կանխելու նման հաղորդումների տարածումը կամ տեղեկատվության տարածումը, արդյոք բավարար է միայն փակելը, հա, այսպես ասեմ, սահմանափակելը, որտեղ բացի դրանից պետք է նաև որոշակի այլ գործողություն։ Եվ այստեղ առաջերտին մի հատ հարց։ Իսկ հայաստանյան հասարակությանը մեր հեռարձակողները ինչքանով են տեղեկացվում մեր իսկ լրատվական միջոցներով, թվում նաև հանրային Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների վիճակի մասին։ Մի հատ հարց։ Հասկանում եք, այսինքն շատ նման է, չէ՞, լինում Ռուսաստանը արգելափակում է, միաժամանակ չի խոսում իր երկրում մարդու իրավունքների վիճակի մասին։ Դու արգելափակում ես Ռուսաստանի ուրեմն այդ հեռարձակումները, բայց չես խոսում հենց Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակի մասին։ Սա մենք չենք խոսում Իրանում մարդու իրավունքների վիճակի մասին, Չինաստանում մարդու իրավունքների վիճակի մասին, ժողովրդավարական ինստիտուտների։ Գիտեք, այդ մոտեցումը երբ քաղաքական նպատակահարմարությունը գերակշռում է տարական, հա, մարդու իրավունքների եւ սկզբունքներին, արժեքներին, սա բավական շատ արատավոր մոտեցում է, ինչու համար եւ ավելին ինքը
անարդյունավետ մոտեցում է, որտեղ դու եթե բազմակողմանի լրատվություն ես ուզում ապահովել, օբյեկտիվ լրատվություն ես ապահովում, անկախ նայած թե դու ինչպիսի քաղաքական հարաբերություններ ունես այդ պետության հետ, պետական մակարդակներով, դու պետք է իրականում հանրությանը իրազեկես։ Իսկ դու գիտեք շատ լավ եւ մեր թեկուզ հանրային հեռուստաընկերություն կամ թեկուզ լրատվական միջոցները, դե չասեմ, ասենք պրո-պուտինյան լրատվական միջոցներին, ընդհանրապես չեն անդրադառնում այսպես կոչված դաշնակից պետությունների մարդու իրավունքների վիճակի մասին։ Սա էլի չեմ զլանա հիշատակեմ նույն Ղազախստանում հայտնի այդ հունվարյան իրադարձությունների ժամանակ 20 թվականներ կարծեմ, երբ որ մենք մասնակցեցինք, ցավալի եւրեն, հա, կամ Լուկաշենկոյի ռեժիմի կողմից քաղաքացիական ընդդիմության, քաղաքացիական ակտիվիստների իրավապաշտպանների լրագրողների նկատմամբ զանգվածային աննորմալ հետապնդումների ֆոնին դու շնորհավորում ես Լուկաշենկոյին, այսինքն եւ բառացիորեն ոչ բացարձակ ոչ մի խոսք չես ասում իրավիճակի մասին, չէ՞, վերջին հաշվով։ Էլ չեմ խոսում, հիշում եք Իրանում բազմազանոց ցույցերի ժամանակ մենք հետևում ենք իհարկե, հետևում ենք որ տեղեկատվական ակտներից արտասահմանյան, ասենք բարձր ավելի շատ արևմտյան լրատվական միջոցներ, բայց հայկական լրատվական միջոցներում ասենք թե անդրադարձ դրանց չկար, այսինքն այստեղ այս երկակի, երակի, չասեմ, քառակի այսպիսի մոտեցումները ինչի համար եմ սա հիշատակում, որ արգելափակել ամենահեշտ բանն է, չէ, ասենք սեղմայքիցիր ու այլ հաղորդումներ չկան, բայց դու միաժամանակ պետք է հանրությանը իրական օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրես, այսինքն դու չես կարող արգելես տեղեկատվության հոսքը, որտեղ կանալներ միշտ կլինեն, բայց դու պետք է նաև հասարակությանը տաս տեղեկատվություն այն իրավիճակի մասին, այն պետության, որտեղից նման ուրեմն տեղեկատվական հոսքեր են հնչում, այսինքն լսողը, հեռուստադիտողը կամ սպառողը տեղեկատվության հնարավորություն ունի տեղեկատվական տարբեր աղբյուրների համադրման միջոցով կազմի սեփական վերաբերմունքը, բայց եթե դու մի բան արգելում ես, գիտեք այդ բանկը արգելված պտուղը, հա, քաղցր է, միշտ փնտրում ես, ասում ես, լսեք, էլ ինչ են ասում եւ այլն, բայց երբ որ դու տալիս ես հնարավորություն նաեւ այլ խոսքի այդ նույն իրավիճակի մասին, դա վերաբերում է կապ չունի Ռուսաստանին կլինի, Հայաստանին կլինի, ընդհանրապես աշխարհի մասին կլինի, ապա դու դա է գործիքը, տեղեկատվության բազմազանության գործիքը, որի հնարավորություն կտա սպառողին, տեղեկատվության սպառողին կազմել համադրելով տարբեր ուրեմն տեղեկատվական հոսքեր ձևավորելու իր վերաբերմունքը։ Ընդհանրապես ես մի բան ասեմ, չպետք է այդքան անհարգալից մեղմ ասած վերաբերվել քաղաքացուն, կասկածելով նրա մտածելու կարողության վրա, որ փորձես ասես, գիտեք, վտանգավոր այսպիսի ինչ որ մտքեր կան, հա, քարոզչության բաներ, որ հանկարծ չտարվեն։ Քարոզչության դեմ ոչ թե նաև պետք է պայքարել հակաքարոզչությամբ, այլ նույնիսկ եմ կրկնում, օբյեկտիվ տեղեկատվությամբ։ Սա է հիմնական խնդիրը։ Ես լիովին հասկանում եմ լրագրողական կազմակերպությունների մոտեցումը, որովհետև իրապես այնտեղ կա ուրեմն ոչ թե զուտ քարոզչություն, ասենք պուտինիզմ են քարոզում կամ Ռուսաստանի որպես լավագույն պետություն եւ չգիտեմ ինչ, այլ պրոպագանդում են քարոզում են պատերազմ, այսինքն քրեորեն հետապնդելի։ Եվ այդտեղ եթե կարող ես քո քրեական օրենսգրքով քրեական գործառույթի նման կոչեր հնչեցնողների նկատմամբ օրինակ եմ այլ, որտեղ մենք ունենք այդպիսի հնարավորություն, մեր քրեական օրենսգրքը թույլ է տալիս, ասենք թե արտասահմանային, ասենք թե ունիվերսալ, հա, քրեական հետապնդումը իրականացնում, դա արա։ Այսինքն դիրքորոշումը արտահայտի հենց թեկուզ եւ այստեղ իրավապահ մարմինները, քաղաքական մարմինները ամեն մեկը իր անելիքները ունեն, բայց նույնիսկ կրկնեմ քարոզչության դեմ լավագույն պայքարը դա տեղեկատվության, օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումն է հանրությանը։ Պարոն Սաքունց, տեսեք, ամեն ինչ սկսվեց Սամվել Կարապետյանից, այսինքն խուզարկություն, ձերբակալություն, կալանավորում եւ այլն։ Ինչու այս գործոնը այդպիսի մեծ ցնցում առաջացրեց Ռուսաստանում, ոչ միայն մեդիա, այլ նաեւ քաղաքական շրջանակներում։ Դրա մասին շատ ենք խոսել։ Տեսեք, որտեղ նախ Սամվել Կարապետյանը դա պուտինյան ռեժիմի
օլիգարխ է։ Նա հիմնասյուներից մեկը։ Սա Forbes-ի միլիարդատերների ցուցակի մեջ է։ Վերջին հաշվով եկեք նաև էլի վերհիշենք, որ նա մի ռուսական Պուտինյան ռեժիմի մի օլիգարխ է, որի նկատմամբ նույնպես սանկցիաներ կան, պատժամիջոցներ կան սահմանված Միացյալ Նահանգների կողմից։ Այսինքն ինքը պատահական մեկը չէ։ Եվ շատ բնական է, որ ռեակցիան պետք է լիներ այդպեսին, անկախ նրանից, թե դա ինչպիսի գործողություն է կկատարվի, բայց իմ համոզմամբ էլի եմ պնդում, որ կարծեմ առիթ ունեցել եմ նաև ձեր հետ կամ ձեր ստուդիայի հետ խոսելու, իրավական ամենահիմնավոր ճանապարհը կլիներ նրան անցանկալի անց համարելը եւ վտարելը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, քանի որ նա լինելով այլ պետության քաղաքացի, քաղաքական հայտարարությունների կատարում, քաղաքական գործողություն, որի իրավունքը չունի, հա, սա մեկ, որտեղ կալանավորումը նման դեպքերում ինքը անհամաչափ է եւ այդ արտահայտության համար քրեական հետապնդումը, հա, ինքը ես չգիտեմ էլ նույնիսկ ասենք թե ինչպես են դրա բանը հիմնավորելու, բայց իրավական տեսակետից ամենահիմնավոր մեր օրենսդրությամբ միակ քայլը կլիներ դա ժամանակ տալ եւ սահմանել, որ նա պետք է լքի Հայաստանի Հանրապետության սահմանը։ Իսկ ինչ վերաբերում է թե ինչ նպատակով, դե շատ պարզ է նպատակով, որովհետեւ ոչ միայն Սալավիովի, դե Սալավիովը դրանից առաջ էր խոսեցել։ Զախարովան չեմ բանանում արդեն քանի անգամ արտահայտվել Հայաստանի իշխանությունների կամ պետության կամ ընդհանրապես մեր ինքնիշխան որոշումների հետ կապված կամ թեկուզ այս վերջերս հապկի, հա, կարծեմ Բարձրաստիճան ներկայացուցիչը դա ուղղակի սպառնալիք է, երբ որ տեսեք, դուք կարելի է ասել ինքը հայտարարում է, որ ինչ է արտահայտում, ասում է Հայաստանը պետք է լրջորեն մտածի իր անվտանգային համակարգի մասին եւ շարունակի հապկի ոչ միայն անդամության սառեցման այս գործընթացը դե ֆակտո, այլ նաեւ չվճարի անդամավճարները։ Հիմա կարող ասեն թե դե գիտեք ոնց է բանը էլի, խոսքա մարդակարծիք արտել, բայց դա կդեք Գոնդուրասի կամ չգիտեմ Բուրկինա Ֆասոյի ներկայացուցիչ, չէ, ասենք թե կամ ինչ ասեմ, որևէ մի այլ թեկուզ Էստոնիայի, հա, ասենց հիպոթետիկ եմ։ Դա Ռուսաստանի Դաշնության ռեժիմի ներկայացուցիչի հանձինս ուրեմն հապկի, որը օրը ցերեկով հիմա շարունակում է ագրեսիան Ուկրաինայի դեմ եւ իր ագրեսիվ այդ քաղաքականության կրողն է։ Հետեւաբար նրա խոսքին ես ոնց կարամ մոտենամ կամ եթե Սամվել Կարապետյանն ասում մեր ձևերով ասենք թե հիմա դա եթե ինչ ասեմ, ասենք թե եթե նույնիսկ Իլոն Մասկը ասեր, հա, օրինակի համար, ասել հա տեսեք իմ ձևերով օրինակի համար, ասենք մարդա ասում, ասենք թե հիմա այդտեղ իր կարծիքն է եւ այլն, բայց դա նույնիսկ եմ կրկնում, մի օլիգարխի կողմից ասում խոսքեր, բայց նույնիսկ այդ խոսքերին անհամաչափ է այն մոտեցումը, որ հիմա մենք տեսնում ենք, համաչափ կլներ իրապես վտարելը գնա Ռուսաստանից ինչ ուզում ես ասա օրինակի համար։ Այնպես որ այստեղ ես գիտեք մի ընդհանուր խնդիր էլ ասեմ, պարոն Ոսկանյան, ըստ էության Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այն սկզբունքները, որ դրվել էին մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, հա, ընդունման եւ դրա հիման վրա խախտումներ շատ են եղել մինչեւ հիմա, բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ որ հարձակումները այդ արժեքների նկատմամբ համատարած են։ Համատարած են, որին մասնակցում է նաև ժողովրդավարության ու մարդու իրավունքների առանցքային, չասեմ, հիմնական գրող պետության ղեկավարի կողմից, Թրամփի կողմից, հանձինս Միացյալ Նահանգների, եւ մենք ՄԱԿ-ի այդ Միավորված ազգերի կազմակերպության այդ մշտական անվտանգության խորհրդի մշտական 5 անդամների շարքում ունենք տեկտոնական տեղաշարժ։ Տարիներ շարունակ կար 3+2,
հա, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան։ Հիմա հավասարությունը փոխվել է, ըստ էության մնացել են Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա, այսինքն 5 անդամներից 3 մեծամասնության մոտ արդեն մարդու իրավունքների ժողովրդավարական արժեքների նկատմամբ վերաբերմունքի արգահատելի չասեմ, անհարգալից, հա, այդ վերաբերմունքը դարձել է գերակշռող եւ մթնոլորտ է փոխում։ Համակարգաստեղծ պետության այդ վարկագիծը մթնոլորտ է փոխում եւ այս իրավիճակներում թուրք տալ այն մեթոդներին, այն գործիքներին, որը բռնապետական ռեժիմները օգտագործում են ժողովրդավարության ու մարդու իրավունքների վրա, հարձակումներով, այդ նույն գործիքների կիրառումը ժողովրդավարության ինստիտուտների կողմից կամ ժողովրդավարության հավակնություն ունեցող ինստիտուտների կողմից անթույլատրելի է, որովհետև չի կարելի գործիքները նույնը լինի։ Ընդհակառակը դու պետք է ժողովրդավարական հենց գործիքակազմը, ես քիչ առաջ խոսեցի տեղեկատվության առումով, օբյեկտիվ տեղեկատվության տրամադրման, շարունակական ներկայացման, մարդկանց իրապես նկատմամբ հարգանքի հիման վրա, եւ որովհետեւ դու իրավական համակարգն ես ուրեմն ոտնատակ տալիս, դու պետական ինստիտուտների արդյունավետության եւ իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա գործելակերպի նկատմամբ վստահությունն ես ուրեմն նվազեցնում, հասկանում եք, այսինքն այս պետք է իրապես մարդկային կերպարը, եթե այսպես ասեմ, հա, չկորցնել, դուրս չտալ այդ ռոպեական ինչ-որ շահերի կամ ռոպեական խնդիրների ժամանակ ինչ-որ անթույլատրելի ոչ իրավաչափ միջոցների կիրառմանը, որը երկարաժամկետ առումով քեզ տանում է դեպի այնտեղ, որտեղից դու ուզում ես պաշտպանվես, հա? Սա շատ կարևոր հարց է։ Պարոն Սաքունց, Սամվել Կարապետյանը կալանավայրից բարբերաբար հայտարարություններ է տարածում։ Հիմա էլ ասում է, որ ինչ է հաջողվել այս իշխանություններին, ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ, ժողովրդին հրամցնելով թվացial խաչմերուկների եւ խաղաղության մասին երազանքները։ Արդյունքում մի քանի կացին կախել մեր երկրի գլխին Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Կորցրեցինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող եւ այրյան գնով պահպանած հայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին ու սուտ խոստումներով սկսեցին հատ առ հատ հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքները։ Քանդեցին զինված ուժերը, հանձնելուց ու քանդելուց հետո մեր երկրի սահմանները պաշտպանելու միակ միջոցը դարձան մի քանի անհասկանալի մարդկանց հեռադիտակները։ Սուտ խոստումներով, թե իբրև սրանից հետո ստորագրելու են խաղաղության պայմանագիրը, իր էժանագին կեցվածքով սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից, արժեզրկելով դարեր շարունակ հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը։ Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցելու ենք, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու ենք, պայքարելու ենք շարունակելի։ Տեսեք, ես ընդհանրապես խուսափում եմ անազատության մեջ գտնվող անձանց վերաբերյալ, հա, որովհետև ես այս ասեմ, որովհետև դա շատ կարևոր է, որովհետև չպետք է ոչ մի անգամ անձին թիրախավորել։ Բայց այստեղ այդ ամբողջ կարծիքը, ես կարծիքի մասին ավելի շատ կխոսեմ, դա կապ չունի։ Մինչև Սամվել Կարապետյանն այդ ամբողջը խոսույթը նույն ձևակերպն է, բազմիցս հնչեցվել է տարբեր ուրեմն մարդկանց կողմից։ Ադրբեջանից Ադրբեջանից չգիտեմ ինչա հնչեցվել։ Հա, դա ավելի շուտ էլի Կրեմլիից է։ Ամբողջ այդ խոսույթի, եկեք հասկանանք, այդ խոսույթը ինչի վրա է կառուցված։ Ինչն է վտանգված։ Վտանգված է Հայաստանի այն անվտանգային համակարգը, իրենց ասելով, որը ամբողջությամբ հիմնված էր Ռուսաստանի վրա։ Ինչու է այդ դեպքում վտանգվել։ Չէ, մի րոպե։ Այսինքն համարում են, որ առաջինը արձանագրում են, որ Հայաստանի ամբողջ անվտանգային համակարգի հիմքը դա Ռուսաստանն է եւ հետեւաբար այդ անվտանգային համակարգի խաթարումը վտանգավոր է նաեւ Հայաստանի անվտանգության համար։ Սա է երկու թեզը։ Այն մնացածը ուղեկցող բաներ։ Դրանք ուղղակի բան են։ Ազգային այսպես կոչված հակուկապով, հա, ցույց տալու, որ իբր բանը եւ իրապես հետաքրքիր ինչն է հայ ազգային ինքնության հիմքում Ռուսաստանի անվտանգության կոնցեպտն է, հա, Ռուսաստանի անվտանգության հիման վրա կարող է գոյություն ունենալ։ Բայց
Բայց կներեք Ռուսաստանի Դաշնության անվտանգային հենքի վրա այդ անվտանգային համակարգը քանի անգամ կախեց այն սպառնալիքները, որ Հայաստանի նկատմամբ կար։ Եվ միշտ ես օրինակ եմ բերում, արդյոք դա կանխեց, որ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը չսանձազերծի այդ ապրիլյան քարոզիա պատերազմը։ Այն ժամանակ էլ հողատարված չէր։ Հետո կասին դա գիտեք, բայց այնուամենայնիվ Ռուսաստան միջամտությամբ դադարեցվեց, բայց ես խնդրություն կրկնում, դադարեցման մասին չի, այլ սկսելու մասին է խոսքը։ Այդ ո՞նց է որ չաշխատեց այդ անվտանգային համակարգը։ Այդ նույն անվտանգային համակարգը ինքը ստեղծեց սպառնալիքներ Ուկրաինայի դեմ։ Ինքը սպառնալիքներ սկսեց Վրաստանի դեմ ագրեսիայի։ Ինքը սպառնալիքներ, ինքը անվտանգային համակարգը հետևյալն է։ Հայաստան, եթե դու ինձ չես լսում, ես կսպառնամ քեզ ու մտածի քո անվտանգության մասին։ Այս ստրկական, այսինքն նման ուրեմն սպառնալիքներին տեղի տալուն ուղղված ցանկացած խոսք ու գործողություն դեմ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կոնցեպտին։ Այսինքն կամ պետք է ընդունեք, որ մինչև 2018 թվականը, չգիտեմ, մինչև 2020 թվականը, ոնց ուզում եք համարեք, որ թվականը որ։ Այսինքն պետք է ընդունեք, որ հետ խորհրդային ժամանակահատվածում Հայաստանի ինքնիշխանությունը հիմնված է եղել Ռուսաստանի անվտանգության հիման վրա, դրա շրջանակներում։ Չկա Ռուսաստանի անվտանգության համակարգը, դու չկաս, որպեսզի Բայց ինչու դրա մասին չեն խոսում ես Չէ, մի րոպե, թող խոսան։ Չէ, մի րոպե, որտեղ նույնիսկ կրկնեմ, մենք չենք կարող ակնկալել որևիցե կապ չունի այս տեղազգությունը։ Ինչ կապ ունի, կլինի, չգիտեմ, ռեժիսոր, թե կլինի, չգիտեմ, լրագրող, թե կլինի բիզնեսմեն կամ օլիգարխ ավելի ճիշտ, անկախ նրա ազգությունից։ Նրանք բոլորը Պուտինյան ռեժիմի ներկայացուցիչներն են, որտեղ Պուտինյան ռեժիմի դեմ հանդես եկածները գտնում են կամ բանտերում, կամ երկրից դուրս են մղված, կամ համարվում են որպես ինաստրաննի ագենտ։ Այո։ Հա, ասենց իրանց խոսքով ասած։ Հիմա բա ուրիշ ինչ պետք է ակնկալել, բայց գլուխն իրանց քարը լավ, չնայած դրա մասին մենք պետք է իմանանք, չէ՞, վերջին հաշվով։ Ժամանակին Նեմցովն էր ասում, չէ՞, որ ուղղակի ինքը Ուկրաինայի դեմ պայքար է տանում, ագրեսիան սկսում է, որտեղ 2014 թվականից, որին հետո սպանեց Պուտինը օրը ցերեկով Կրեմլի մոտակայքում, որ դա ոչ թե իր ուրեմն Ռուսաստանի շահերից է բախում, այլ ռեժիմը իր գոյությունը շարունակելու նպատակով է դա կատարում։ Այսինքն ռեժիմը Հայաստանին, որտեղ հիմա իր նպատակներին չհասավ, չէ՞, Ուկրաինայում, որ մի շաբաթվա թե մի քանի օրվա ընթացքում պետք է գաղտնիքեց աներ կամ չգիտեմ իշխանափոխություն աներ։ Հիմա հաջորդ թիրախը, այսպես կոչված, կամ որսի համար նյութը Պուտինյան ռեժիմի համար Հայաստանն է։ Ինչ համար, որտեղ Հայաստանն շատ կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Պատժամիջոցների այդ տարափի տակ ըստ էության Հայաստանը շատ միակ հնարավորությունն է, որպես ԵԱՏՄ-ի անդամ, որը ունի նաև Եվրոխորհրդի անդամ կարգավիճակ, շրջանցելու պատժամիջոցները շատ փաստ է։ Եվ Ռուսաստանից ուրեմն որոշ արտադրանքներ կամ ապրանքներ արտահանելու եւ նաեւ ներմուծելու տեսակետից դա այնքան ակնհայտ է։ Եվ այս առումով, երբ որ դու կատարում ես մի քայլ, որ թեկուզ ուշացած, այո, իրապես ուշացած հայ-թուրքական հարաբերությունների ձևավորում, չնայած կա այսպիսի կվարկած, որ Թուրքիան եւ Ռուսաստանը կամ Պուտինն ու Էրդողանը արդեն պայմանավորել են եւ հիմա Հայաստանի հանդիպումը, ասենք, Անկարայի հետ տեղի ունեն այդ պայմանավորվածության տրամաբանության մեջ, դա էլ վարկած է, որ կարող է գոյություն ունենալ, բայց այդ վարկածը ինչքանով է հիմնավոր, ժամանակը ցույց կտա, որովհետեւ այստեղ շատ կարեւոր է թե արդյունքները ինչ են լինելու, չէ՞, վերջին հաշվով, որովհետեւ հայ-թուրքական սահման գոյություն չունի, եկեք ընդունենք։ Այս մասին չեն խոսում։ Դե ֆակտո, ոչ թե դե յուրե, հայ-թուրքական սահման չկա, կա թուրք-ռուսական սահման։ Այդ սահմանը հետ խորհրդային պետության ժամանակ գծված սահմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջև
Մինչև հիմա պահպանվում է ռուսական սահմանապահների կողմից, այսինքն այն կողմ կա թուրքական սահմանապահ զորքը, այստեղ է ռուսական սահման։ Հիմա Թուրքիայի սահմանապահի համար այն կողմը Հայաստանն է, թե Ռուսաստանն է ստեյությանը։ Սա շատ տարօրինակ է, չէ՞, այնտեղ այն կողմը Հայաստանն է, բայց սահմանին ռուսական սահմանը, սա տարական բաներ են, չէ՞, փաստերին։ Այսինքն հիմա այդ հայ-ռուսական կներեք, թուրք-ռուսական սահմանը դառնալու է հայ-թուրքական սահման, եւ դա ինչպես է դառնալու։ Այս հարցը շատ է մտահոգում իրենց, եւ ինչու համար, որովհետեւ անվտանգային այն համակարգը, որի կարևոր բաղկացուցիչ մասն է հանդիսանում նաեւ 102-րդ ռուսական բազան, ռուսական սահմանապահները, ուրեմն դե յուրե Հայաստանի ու Թուրքիայի ուրեմն սահմանի երկայնքով, դրանք Ռուսաստանի Դաշնության անվտանգային կարևոր հիմնասյուներից մեկն է, երբ որ այդ Ռուսաստանի Դաշնության, ոչ թե Հայաստանի։ Այդ ինստիտուտը հայ-թուրքական սահման։ Ես ես մի հատ օրինակ բերեմ, էլի, զարմանում եմ, մոռացության են տալիս։ Ռուսական սահմանապահների հսկողության ներքո մի քանի, հիմա չեմ հիշում, մի քանի տասնյակ, եթե ոչ ավել 100, մոտ 100 խոշոր անասնագլխականակ Հայաստանի տարածքից անց էին կացվել Թուրքիայի տարածք եւ վաճառվել։ Ես խոսում եմ փաստի մասին, որի հիման վրա ուրեմն քրեական գործ էին հարուցել նաեւ ռուսական կողմը եւ հայկական կողմը եւ արձանագրել այո խոշոր երջահայ անասունները Ալպուրինի սահման անց են կացվել։ Ովքեր են այդ սահմանը պահպանում, այդ ոնց հաստատվելու եկել են ստեղից այդ անասնագլխականակը անցկացվել եւ այլն։ Հասկանում եք ոնց է։ Բայց դրա հիմա այդ մի փաստի մասին մենք գիտենք, ասենք թե, չէ՞, վերջին հաշվով։ Բայց այդ ինչի՞ չեք այդ անվտանգային հարցերը բանանում բարձրացնում կամ մտահոգվում, հասկանում եք ոնց է։ Այնպես որ ամբողջովին այդ խոսույթը դա ուղղված է Ռուսաստանի Դաշնության Պուտինյան ռեժիմի իմպերիալիստական շահերի սպասարկմանը ի վնաս Հայաստանի Հանրապետության, ի հաշիվ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերացման։ Սա է ամենակարճ տարբերակը, չեմ խոսում Արցախում, որի իհարկե այդ իրավիճակի համար իշխանությունն էլ պետք է պատասխանատվություն կրի, որտեղ ժամանակին ես չգիտեմ այդ բանակցությունները ինչու չարվեցին, չնայած այդ կա հարց, եթե բանակցություններ արվեին արդյոք Ալիևյան ռեժիմը արդեն 94 թվականից հետո երբ որ անցել այդքան տարի եւ ռեսուրսներ երկու տակի կգնար որևէ համաձայնության, բայց այնուամենայնիվ Արցախի հայաթափումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության զորախմբի հսկողության ներքո ավելին անգործության ներքո, բայց դրա մասին բան չունեք ասելու։ Չէ, դրա մասին չեմ խոսում։ Չէ, գիտեք ոնց հոսելով չի, ասենք թե։ Չէ, այստեղ նայեք տարօրինակը գիտեք որն է, մարդը, որը մտահոգվում է Հայաստանի Հանրապետության անվտանգությամբ կամ անվտանգային համակարգով եւ այդտեղ որևէ ձևով չի շոշափում Ռուսաստանի դերակատարությունը, ուրեմն այս մարդը կեղծում է։ Գիտեք, գիտեք չի կեղծում, ինքը ազնիվ օրին ասում է Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի բացառապես որպես տարածք Ռուսաստանի Դաշնության ուրեմն ենթակայության տակ, վերջ։ Ինքը ազնիվորեն ասում է, ուղղակի պետք է մենք հասկանանք, որ իրապես դա ռուսական, բայց մեր անելիքը ոնց անել, որպեսզի այդ ընդ որում մինչև 26 թվականի հաջորդ տարի պարլամենտական ընտրությունները ավելի են սրվելու այս հարցերը։ Այնպես որ միայն փակելու մասին չխոսքը, պետք է լինի օբյեկտիվ, որտեղ դու մի ձեռքով ասում ես թե ԵԱՏՄ-ն մեզ համար լավ է, հապկը վատ է։ Դե կներեք, չի կարա դա այս բան լինի։ Շնորհակալ եմ, պարոն Սաքոց։ Զրուցակիցս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։